Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Ես Ռազմիկ Մարտիրոսյանն եմ, այս թողարկմանը կներկայացնենք։ Նեթանյահուն արգելափակել է Քնեսետում հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը։ Հայաստանից Իսպանիա Իրան դեռ չի արտահանվել։ Փոխնախարարը հերքել է լուրերը։ Մեծ Բրիտանիան նոր վարչապետ ունի։ Իսպանիայի հավաքականը աշխարհի չեմպիոն։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արգելափակել է Քնեսետում հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի կոչից հետո, հայտնում է իսրայելական Հարեց պարբերականը հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականի տեղեկություններով Հաջիևը կապ է հաստատել Իսրայելի վարչապետի գրասենյակի հետ, խնդրելով հարցը չդնել քվեարկության։ Դրանից հետո Իսրայելի իշխանությունները Բաքվին տեղեկացրել են, որ նախագիծը հանվել է Քնեսետի օրակարգից և չի քննարկվի ամառային նստաշրջանի վերջին դիագումար նիստերում։ Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն էր տվել արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի նախաձեռնությանը պաշտոնապես ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Այդ որոշումը պետք է ներկայացվեր Քնեսեթ վերջնական քննարկման և հաստատման։ Գիդեոն Սաարը հայտարարել էր, որ հայոց ցեղասպանության ճանաչումը Իսրայելի բարոյական և պատմական պարտականությունն է։ Կառավարության որոշումից հետո Ադրբեջանը խիստ քննադատել էր նախաձեռնությունը և կոչ արել Իսրայելին վերանայել այն, վերահաստատելով Թուրքիայի դիրքորոշումը, որը չի ճանաչում հայոց ցեղասպանությունը։ Էնդի Բըրնհեմը այսօր պաշտոնապես ստանձնեց Մեծ Բրիտանիայի 59-րդ վարչապետի պաշտոնը, խոստանալով սկսել 10-ամյա ծրագիր, որը կլուծի երկրի առաջընթացին խոչընդոտող հիմնարար խնդիրները։ Նոր վարչապետը հայտարարել է, որ մտադիր է վերակազմակերպել պետական համակարգը, ավելի մեծ ուշադրություն դարձնելով քաղաքացիների համար ամենակարևոր խնդիրներին՝ կյանքի թանկացման ճգնաժամին և հանրային ծառայությունների ցածր որակին։ Բըրնհեմի առաջին կարևոր քայլերից մեկը լինելու է կառավարության կազմի ձևավորումը, հատկապես ֆինանսների նախարարի ընտրությունը։ Իրան-Միացյալ Նահանգներ փոխադարձ հարվածները շարունակվում են։ Washington Post-ի տվյալներով Միացյալ Նահանգները նախապատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ուժեղացնելով ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Միացյալ Նահանգները հարվածել է Իրանի նոր կառուցվող ատոմակայանին։ Ատոմակայանը կառուցվում է Հանրապետության հարավ-արևմուտքում։ Իրանական Թասնիմ գործակալությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները հրթիռներ է արձակել Իրանի մի շարք քաղաքների ուղղությամբ։ Հրադադարը խախտելու երկուստեք մեղադրանքներից և վերսկսված փոխհրաձգություններից ի վեր պահպանվում են համաշխարհային էներգետիկ մատակարարումների համար առանցքային Հորմուզի նեղուցով երթևեկության շուրջ մտահոգությունները։ Հայաստանի էներգետիկ անվտանգությանը սպառնացող ինչ մարտահրավերներ կան, որն է ռուսական գազի այլընտրանքը և ինչ ճակատագիր է սպասվում Մեծամորի ատոմակայանին։ Թեմաների վերաբերյալ կզրուցենք էներգետիկ քաղաքականության փորձագետ Աստղինե Պասոյանի հետ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը դարձել է Հայաստանի վառելիքի մատակարարման հուսալի աղբյուր, ապահովելով նավթամթերքի անխափան հոսքը։ Այս հայտարարությունից հետո քննարկումներ կան, որ Ադրբեջանը կարող է Հայաստանին ապահովել գազով, որքանով են այս պնդումները հիմնավոր։ Ադրբեջանից գազ ներմուծելու մասին եկեք բան անենք, այս պահին որևէ պաշտոնական փաստաթուղթ գոյություն չունի։ Միակ բանը, որ ամենայդեպս պաշտոնական կանալներով քննարկվել, բարձրաձայնվել է, որը ներառում է հայկական կողմը և ԱՄՆ կողմը, դա այն է, որ TRIP-ը իր մեջ կարող է ներառել նաև էներգետիկ ենթակառուցվածքներ, որը չի բացառում գազի մատակարարում։ Եկեք էլի ընդգծենք, որ դա դեռ բավական անորոշ է և շատ հեռու, այսինքն մոտակա 5 տարին մենք դրա մասին խոսել չենք կարող, որտեղ այդ ենթակառուցվածքները պարզապես գոյություն չունեն։ Եվ նույնիսկ եթե այդ գազը մատակարարվի Ադրբեջանից, դա մատակարարվելու է գոյություն ունեցող ենթակառուցվածքով դեպի Վրաստան, ինչքան ես եմ հասկանում քարտեզը, եւ արդեն Վրաստանի տարածքով գա Հայաստան, որը ասենք միակ գոյություն ունեցող մեծ ներդրումներ չպահանջող, նոր ներդրումներ չպահանջող տարբերակն է, բայց ինչն է նաև կարևոր, որ այդ գազը պիտի գա ու կպնի նույն ռուսական ենթակառուցվածքին։ Չէ՞ որ Գազպրոմ Արմենիան պատկանում է ամբողջ ոչ միայն գազն է ռուսական, այլև ամբողջ գազաբաշխից ենթակառուցվածքը ռուսապատկան է այսօր։ Ես չեմ բացառում, որ եթե այն սպառնալիքները, որ հնչեցվել է ռուսական կողմից գազի թանկացման մասին, նաև բերի նրան, որ այն նույն գործառույթ, որ իրականացվում է հեծի հետ, ազգայնացման մասին խոսակցության մասին խոսքս, նույն խնդիրը բարձրացվի, որ Գազպրոմից հանձնել ենթադրենք
ազգայնացվի, որովհետև իրականում մրցակցայնությունը էներգետիկա եւ բոլոր բնական մենաշնորհների ոլորտում ապահովում է հենց այդ ճանապարհով, հա, օրինակ ոնց է հեծը առանձին ցանցն է եւ բոլոր էներգոարտադրողները իրանց էլեկտրաէներգիան մատակարարում են այդ ցանցի միջոցով, որտեղ դա բնական մենաշնորհ է, ամեն մեկը չի կարող իր բաշխիչ ցանցը կառուցի։ Հիմա այսպես ստացվել է, որ եւ գազն է ռուսական եւ այդ բնական մենաշնորհը նույնպես պատկանում է Գազպրոմ Արմենիային, որը խանգարում է մրցակցային շուկա ստեղծելուն, եթե մենք ուզում ենք դիվերսիֆիկացնել։ Ցավոք սրտի ես չեմ կարող մասնագիտական կարծիք տամ մրցունակության մասին ադրբեջանական գազի, որտեղ ես գների մասին ոչ բան չգիտեմ, համենայն դեպս ինչ գիտենք այն, որ այդ նույն Ադրբեջանը Վրաստանին նույն ռազմավարական սակագների սկզբունքով տալիս էր այն աստիճանի էժան գազ, որ Վրաստանը շարունակի Ադրբեջանից ներմուծել գազ, եւ դա շուկայական գին չէր, բնավ, հա։ Միակ բանը, որ զուտ մեր պատմությունը մեզ դաս է տվել, այն է, որ անկախ նրանից որքան հասանելի, հուսալի եւ մատչելի կլինի ադրբեջանական գազը, դա չի կարող լինել մեր ռազմավարական կախվածության նոր ուղղություն։ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին առաջարկել է կառուցել 1 կամ 2 բլոկով ատոմակայան, սրան զուգահեռ Միացյալ Նահանգներից հնչում են պաշտոնական հայտարարություններ Հայաստանում մոդուլային ատոմակայան կառուցելու ծրագրի վերաբերյալ, ինչ են նշանակում այս առաջարկներն ու դրանց հնարավոր իրականացումը Հայաստանի էներգետիկ անվտանգության համար։ Այսօրվա դրությամբ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը առանց ատոմակայան պատկերացնել շատ դժվար է։ Եկեք դա ամրագրենք, անկախ նրանից դուք միջուկային էներգետիկայի ջատագով եք թե ոչ, դա այսօր մեր բազային այն էներգահամակարգն է, որը օգնում է մեզ պաշտպանվել մաքսիմալ խոցելի լինելուց, հա։ Եկեք հիշենք 90-ականները, եթե մենք այն ժամանակ ինքնուրույն չփակեինք մեր ատոմակայանը, մեր գազամուղը պայթացնելը այդքան արժեք չէր ունենա թշնամիների համար, հա։ Այսինքն ատոմակայանը մեր էներգաբավության եւ էներգաապահովվածության, համենայն դեպս բացառությամբ այն սեզոնը, որ ինքը կանգնում է վերալիցքավորման, այդ ընթացքում մենք 10-11 ամիս, ասենք, բավական պաշտպանված վիճակում ենք եւ այդ ատոմակայանը հնարավորություն ունի 30-ից 40%-ով փակել մեր բազային էլեկտրաէներգիայի պահանջարկը ոչ սեզոնային եւ ցերեկի եւ գիշերամառ ձմեռ, այն ինչ որ չեն կարող ասենք վերականգնող էներգետիկայի մասին։ Լավ, երկրորդը ատոմային էներգետիկան այսօր փոխարինելու նմանատիպ հուսալի միջոցներն են գազով աշխատող ջերմաէլեկտրակայաններ են, որոնք ստեղծում են նույն կախվածությունը ներմուծված վառելիքից։ Այսինքն ատոմակայանը մեզ նաև ինչով է հարմար 21-րդ դարի կարևորագույն խնդիրներից մեկը կլիմայի փոփոխությունն է, իսկ ատոմային էլեկտրաէներգիան նաև զրոյական ածխածնային ոտնահետք ունի։ Դրա համար դիտարկման ժամանակավոր համենայն դեպս անցումային կանաչ վառելիք մեզ համար։ Եվ դա մեր ազգային ռազմավարություններում կլիմայական փաստաթղթերում ֆիքսած է։ Այս ամենը ասելով, մեր ատոմակայանի կյանքը երկարացվել է մինչև 2036 թիվ, որոշ պաշտոնյաներ նաև հնչեցնում 2040 թիվ, որտեղ այնտեղ ակնկալվածից ավելի ամբիցիոզ վերազինումներ եւ վերանորոգման աշխատանքներ են տարվել։ Ինչ է տեղի ունենալու 2040 թվականից հետո, դա պետք է, ասենք, հիմիկվանից որոշումը կայացվի, սկսի կառուցվել, որովհետև դա ժամանակ է տանում եւ մենք այսօր դեռ ոչ մի քայլ չենք ձեռնարկել։ Ռուսական ռեակտորով փոխարինելը ունի իր առավելությունները։ Այսինքն եւս նորից տեղադրել ռուսական ռեակտոր ունի իր առավելությունները եւ թերությունները։ Նո էլի վառելիքը ումից էլ բերենք նույն կախվածությունն է ռուսական վառելիքա թե ԱՄՆ-ից, հա, թե Հնդկաստան, թե Չինաստան էական չի։ Ով էլ մեր վրա այդ ազդեցությունը ձեռք բերեց շահարկելու է, դա գաղտնիք չի, կրկնում եմ, միակ մեթոդը դա մաքսիմալ դիվերսիֆիկացնելն է։ ԱՄՆ-ի առաջարկը այսօր իրենց համար է շատ շահավետ, որտեղ իրենք փորձում են լրացնեն մեծականակ պատվեր, որպեսզի այդ փոքր մոդուլար ռեակտորների արտադրությունը իրենց համար խելամիտ լինի։ Մեր համար նպատակահարմար է, որտեղ դա կլինի ավելի մատչելի, կառավարելի եւ անվտանգ, հետևանքը կլինի նույնը, մենք ունենանք արտերկրից ներմուծող վառելիք եւ կախվածություն մատակարարող երկրից։ Բայց մեզ անհանգստացում է այն, որ այդ ռեակտորների փորձը չկա, իրանք լինելու են էքսպերիմենտալ դեռ բավական եւ Հայաստանը կդառնա այդ էքսպերիմենտի մաս։
Չնայած տարածաշրջանում արկա լարված իրավիճակին, Հայաստան այցելում են մեծ թվով զբոսաշրջիկներ։ Իմ գործընկեր Արմինե Մարտիրոսյանն է պարզել, թե ինչն է նրանց բերում Հայաստան։ Մի երկիր, որը հայտնվել է բարդաշխարհագրական զարգացումների կենտրոնում, այսօր կոտրում է բազմաթիվ կարծրատիպեր ու սահմանում նոր ռեկորդներ։ 2026 թվականի առաջի կեսին Հայաստան է ժամանել ավելի քան 1,41,000 զբոսաշրջիկ։ Միայն հունիսին այդ թիվը կազմել է 216,000։ Այս հոսքի շուրջ 40%-ը ապահովում է ռուսական շուկան, որին հաջորդում են Վրաստանն ու Իրանը։ Ամենաարագ աճող ուղղություններից են նաև Եվրոպան եւ Ասիա։ Սակայն զբոսաշրջային աճը երկրի առաջ դնում են նոր մարտահրավերներ։ Ենթակառուցվածքային խնդիրներ կա շատ տեղերում զբոսաշրջիկների համար, օրինակ զուգարանների խնդիր կա, որոշ տեղեր ճանապարհները այդքան լավը չեն, բայց Փառք Աստծո արդեն հիմնականում գնալով լուծվում են այդ հարցերը։ Սակայն նույնիսկ այս խնդիրները չեն կանգնեցնում զբոսաշրջիկներին։ Եթե մի մասը Հայաստան է գալիս նպատակային, ապա մյուսներն այն բացահայտում են տարանցիկ ճանապարհորդության շնորհիվ։ Մենք թռչում ենք Հռոմ եւ որոշեցինք գնալ ոչ թե Ստամբուլով, այլ Երևանով։ Անցյալ տարի էլ Չեռնագորիա թռչեցինք, նույնպես Հայաստանի միջոցով։ Նույնիսկ նման կարճ այցերը բավական են, որպեսզի Հայաստանը դառնա նրանց հաջորդ ճանապարհորդական ուղղություններից մեկը։ Մենք արդեն 18 տարի է ապրում ենք Իտալիայում։ Ռուսաստան էինք գնացել ու հետ վերադառնալուց մեզ առաջարկեցին Ստամբուլով կամ այլ քաղաքներով։ Մենք ընտրեցինք Հայաստանը, որովհետև այստեղ ռուսերեն գիտեն։ Այստեղ մեզ զգում ենք ինչպես տանը։ Բայց ինչպես է ստացվում, որ երկիրը դեռ գտնվում է միջազգային ռիսկերի քարտեզներում, կարողանում է գրավել նոր այցելուների։ Մեզ դեռ չեն հանել Կարմիր գոտուց, ժամանակին պատերազմի պատճառով էինք այդտեղ գտնվել, հիմա Իրանի պատերազմի պատճառով։ Այդ ընկալումը սակայն հաճախ փոխվում է հենց այն պահին, երբ զբոսաշրջիկը հայտնվում է Հայաստանում եւ տեսնում է իրականությունը իր աչքերով։ Հյուրը սրբություն Հայաստանում եւ հյուրին միշտ ամենաբարձր մակարդակով լավագույն հնարավորություններով են ընդունում։ Առաջինը մարդիկ են։ Այստեղ անչափ հյուրընկալ մարդիկ են։ Տաքսիով գալիս ենք, վարորդն արդեն պատմում է, թե ուր գնալ, ինչ տեսնել, եւ ամենակարևորը, քաղաքը շատ մաքուր է։ Գիշերը ապահով է զբոսնելը, ոչ մի հարբած մարդ չկա։ Ոստիկանությունն աշխատում է։ Ամեն ինչ հրաշալի է։ Ինձ անչափ հաճելիորեն զարմացրեց մարդկանց անմիջականությունը, թեև նախկինում էլ մի փոքր լսել էի այդ մասին։ Օրինակ մենք պարզապես պարում էինք խանութների դիմաց տեղացիների հետ։ Անսպասելի էր բոլորովին անծանոթ մարդկանց հետ շփման մեջ նման թեթևություն զգալը։ Երկրորդ տեղում ես կասեի, որ սնունդն է, օրինակ իտալացիները, իրանք շատ հաճելիորեն զարմացած են ելնում, ինչ հարուստ, ինտենսիվ համերով եւ հետաքրքիր ավանդույթներով մենք խոհանոց ունենք։ Սնունդն ուղակի հրաշք է, ուտում ես ու չես կշտանում։ Երրորդ տեղում բնականաբար մեր պատմությունն է, մեր քրիստոնեական ուրեմն ժառանգությունն է, որը իհարկե մարդկանց հետաքրքրում է։ Զբոսաշրջիկների սիրելի վայրերից է վերնիսաժը։ Այստեղ նրանք փնտրում են այն, ինչը կապված է հենց Հայաստանի հետ։ Սովորաբար նախընտրում եմ գնել այնպիսի իրեր, որոնք բնորոշ են տվյալ երկրին։ Հայկական խաչով ու քարերով զարդարված արծաթի այրեր եմ ընտրել։ Մայրիկիս համար արծաթե մատանի եւ կրծքազարդ եմ վերցրել։ Ընկերներիս համար հայկական նախշերով վզնոցներ։ Կնոջս համար էլ մեկ այլ վզնոց։ Ինձ համար էլ նարդու տախտակ ընտրեցի։ Շատ գեղեցիկ է։ Զբոսաշրջությունը այսօր այլևս միայն տեսարժան վայրեր այցելելը չէ։ Այն նաև հնարավորություն է համայնքների համար ստեղծելու նոր ապրանքներ եւ զարգացնելու երկրի տնտեսությունը։ Իրադարձային տուրիզմի շնորհիվ ճանաչում են համայնքները եւ ճանաչում են հենց համայնքի բնակիչին։ Դու այդտեղ կարողանում ես հասկանալ, թե դա ինչ երկիր է, ինչ ժողովուրդ են, ինչ ունեն հին ավանդույթներ, ինչ երաժշտություններ ունեն, ինչ ուտեստներ ունեն։ Երկիրը ձեռք է բերում անուղակի դեսպաններ, որոնք գնալով իրենց երկիր, քո երկրի մասին խոսում են շատ բարի դրացական։ Ես սիրում եմ Հայաստանը, սիրում եմ հայկական ուտելիքը, սիրում եմ մարդկանց։ Ամեն ինչ հիանալի է եւ այն պարզապես հրաշալի երկիր է։ Այցելեք Հայաստան, սա հրաշալի, հյուրընկալ եւ անվտանգ երկիր է։ Անհամբեր սպասում ենք ձեզ։ Խորհուրդ եմ տալիս այցելել Հայաստան։ Ոչ միայն գներն են բավականին մատչելի, այլև այնտեղ տեսնելու շատ բան կա։ Պատմական վայրերից մինչև բնական լանդշաֆտներ։ Սա հիանալի ուղղություն է, հատկապես լեռնային արշավների սիրահարների համար։ Պաշտոնական վիճակագրությունը շարունակում է հաշվել նոր ռեկորդներ, իսկ Հայաստանի ամենաազդեցիկ գովազդը շարունակում են մնալ հենց այն մարդիկ,
մարդիկ, որոնք մեկ անգամ այցելուց հետո դառնում են երկրի ոչ պաշտոնական դեսպանները։ Արմինե Մարտիրոսյան, ՎՏ Հայաստան News, Երևան։ Հրդեհ, սև ծխի հսկայական ամպեր եւ բազմաթիվ զոհեր։ Այսպիսի տեսք ունեին Վայլդբերիսի երկու լոգիստիկ կենտրոնները։ Այն Ռուսաստանի ամենախոշոր առցանց առևտրային հարթակն է։ Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, որ պատճառն ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումն է։ Վոլոդիմիր Զելենսկին Վայլդբերիսի պահեստների վրա հարվածներն անվանել էր արդարացված, նշելով, որ այդ օբյեկտներն օգտագործվում էին անօդաչու թռչող սարքերի արտադրության բաղադրիչների եւ նավիգացիոն սարքավորումների մատակարարման համար։ Ինչպես հեշտությամբ կարելի է ստուգել, կայքում իսկապես մեծ թվով հայտարարություններ կան ռազմական հանդերձանքի, ալեհավաքների, ջերմատեսիլ սարքերի, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների եւ հակադրոնային դետեկտորների վաճառքի վերաբերյալ։ Տեմպը չենք թուլացնում։ Խաղի նոր կանոնները պետք է բոլորը պահպանեն։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսպես է արձագանքել շինհրապարակներում փոշեկլանիչ ցանցերի խնդրին։ Շինարարության հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերով կազմվել է թվով 80 արձանագրություն, որից թվով 2-ը կազմվել է աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության կողմից օդի աղտոտվածությունը չափող սարքերի բացակայության հիմքով։ Այս տեմպը կարծում եմ պետք է պահպանվի, մինչև իսկ մենք չսկսենք տեսնել, որ փոշեկլանիչ ցանցերը Երևան քաղաքում համատարած են, մինչև որ մենք չսկսենք տեսնել, որ արվող շինարարությունները քաղաքում լինի ենթակառուցվածքային թե շենքերի կառուցման պահպանում են ավականու որոշման բոլոր կանոնները, այսինքն այս տեմպը չենք թուլացնում, շարունակում ենք նույն այս տեմպով, մինչև բոլորը հասկանան, որ նոր խաղի կանոնները բոլորը պետք է պահպանեն։ Հայաստանից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե Հայաստանից Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է եւ պիտանի չէ իրացման համար։ Ամբողջ համացանցը խոսում է, որ Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է։ Հայաստանի Հանրապետությունից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել։ Աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչ հանդիպման ընթացքում Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթեց Արգենտինայի հավաքականին։ Հանդիպման միակ եւ հաղթական գոլը 106-րդ րոպեին հեղինակեց Ֆերան Տորեսը։ Առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց իսպանացիների ավագ Ռոդրին, իսկ Լիոնել Մեսին ծափահարում էր ողջ մարզադաշտը։ Խաղից առաջ կարճատև ձեռքսեղմամբ էին փոխանակվել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Իսպանիայի վարչապետ Սանչեսը, որոնց հարաբերությունները բավականին սառն են։ Դոնալդ Թրամփը նստած էր Մեքսիկայի նախագահի եւ Կանադայի վարչապետի մոտ, թեև նրանց հետ նրա հարաբերությունները բարեկամական չեն։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան News-ի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։